Լսել եմ Պուտլերը հրաման ստորագրել, որ բոլոր բիզնեսմենները կիսվեն հետը։ Սրտովս է։ Պաշտպանում էիք, համաձայն էիք, որ Ուկրաինայի վրա պետք է հարձակվի, դե մուծվեք։ Քիչ է ձեզ։ Ասեմ ավելին, հələ գալու է ժամանակը, ուպակովկայի անելու բանտիկը վրան բոլորիդ կգի մեզ։ Բա։ Իսկ այն տվարները, որ ասում են, հեսա գնալու է Պուտինի մոտ դագլատա։ Իա, լուրջ եք ասում։ Այդ բունկերնի կռիսան, որ հրատանից չի կարում դուրս գա, ստիպված գնում են ընդդեմ ինչ գիտեիք։ Բայց մենք մեր գործերը առաջ ենք տանելու, էդի դագլատ չի, հայվաններ, էդի փաստի առաջ կանգնացնելա։ Որ Փաշինյանը բռնապետերի նման չի ելնում էր դուրս տալի հայտարարություններ անում, այդ չի նշանակում, որ գնում է դագլատա։ Դուք ձեր արշինով մի չափ եք էլի, այս տրուկներ, լիզզատոներ։ Իսկ այն ռազմեչիկի մասով, եկեք լռենք էլի, եկեք ես սուս մնամ էլի, տապաշկիկս մի խնդացրեք։ Իսկ այն նամակ գրողները դե լեգենդար է, ինքը լեգենդար է։ Մանա մեր այդ հոգնածը իմ համար լեգենդար դառնար։ Հա դե ինչքան փառճակ կա դարձրել եք ձեր համար լեգենդ։ Ու абսուրդը գիտեք ինչու՞մն է կայանում։ Որ դուք առավոտից իրգուն նժդե եք հիշեցնում, բայց գնում եք ռուսի տակ եք բարկում։ Էդի ասում եմ մենակ մի բան, որ դուք նժդեից ընդհանրապես գաղափար չունեք։ Իհարկե նժդեի որոշ արտահայտություններ հիմա ակտուալ չի այս աշխարհում։ Բայց նժդեը մեր պետականության համար է պայքարել, իսկ դուք ում համար եք պայքարում։ Ինչ որ օլիգարխների փողերի համար, թե դրոշը իջեցնելու համար։ Դուք կոնե նժդեից մի խոսացեք էլի։ Ախր այնքան եք հակասում ինքներդ ձեզ։ Հետո էլ գալիս եք տիք։ Հա, ձեր հասցեն եք գրում էլի։ Մի հոգի ձեր պայքարողներից միջից։ Բերեք ցույց տվեք, որ հերը կամ մերը կամ հենց ինքը չի քերել ժամանակին իմ պետությունը։ Հենց հիմա այս պետության դեմ պայքարողները նրանք են, ովքեր որ քերել են ու մուծվել են պետությանը, կամ էլ պետք է մուծվեն։ Բա պատրաստվեք ընտրություններից հետո Պուտլերը ձեզ սուրպրիզ անելու։ Մեզ էլ նվեր։ Բա Արա, Պուտինը արդեն վաղուց գիտի, որ դուք ոչ մեկ եք, որ դուք ուժ չունեք, որ դուք չկաք։ Իսկ մենք պատրաստ ենք բոլոր ձեր պատրվածքները վիրահատել։ Այսքանը։